Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները շարունակում են ավելի ու ավելի դրամատիկ դառնալ այն պահից, երբ Անգելինան որոշեց բացել այս գործը և պատմել ողջ ճշմարտությունը, թե ինչպես են իրեն սպառնացել, ինչպես են Նոյին ներքաշել մութ գործերի մեջ և ինչպես է ինքը դարձել այդ պատմության անմեղ զոհը, ամեն ինչ սկսում է գլխի վայր շրջվել։ Անգելինան հասկանում էր՝ իր քայլը կարող է վտանգավոր լինել, բայց այլ ելք չուներ։ Նա ուզում էր վերջ տալ կեղծիքին ու վախին։ Նա գնացել էր քննչական, պատմեց ամեն ինչ, որ նույնիսկ Նոյի մահից հետո սպառնացել են իրեն, այսինքն այդ տղան է։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ և նրանք վտանգավոր մարդիկ էին։ Հենրին, ով երկար ժամանակ հետևում էր Անգելինային ու իր ներսում դեռևս պահում էր սիրո և պատասխանատվության զգացումը, շատ լավ գիտակցում էր, որ Անգելինային վտանգ է սպառնում։ Նա զգում էր, որ Անգելինան մտել է այնտեղ, որտեղից հետ դառնալը հեշտ չէ։ Հենրին գիտեր, որ այդ մարդիկ վտանգավոր են և նրանց հետ գործ ունենալը նշանակում է խաղալ կյանքի գնով, սակայն նա չէր կարող պարզապես դիտորդ դառնալ կողքից և նրան հետևում էր կամ ինչ-որ մեկին խնդրել էր Անգելինային հետևել, որպեսզի նրան չվնասեն։ Նա շատ լավ հասկանում էր, որ եթե Անգելինան բացահայտի ճշմարտությունը, դա կարող է շատերին ոչնչացնել, իսկ այդ մարդիկ պատրաստ էին ամեն ինչի, այդ թվում սպանության։ Եվ ահա մի պահ, երբ թվում էր, թե ամեն ինչ հանգիստ է, տեղի է ունենում անսպասելին։ Անգելինայի հայրը ավագը գտնում է Հենրիին գետնին պառկած առնաշաղախ վիճակում։ Տեսարանը ցնցում է ոչ միայն կերպարներին, այլև հեռուստադիտողներին։ Ավագն ուղղակի չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվել, բայց նա շատ լավ գիտակցում է, որ Հենրին փորձել է փրկել իր աղջկան և հենց այդ պահին էլ հավանաբար ենթարկվել է հարձակման։ Բոլորը ցնցված են, իսկ հեռուստադիտողները սրտատրոփ սպասում են հաջորդ դրվագին՝ հույս ունենալով, որ Հենրին կփրկվի, ոչ թե Նոյի նման կմահանա։ Սոցցանցերում մեկնաբանությունները լցվել են հուզիչ գրառումներով. «Եթե Հենրին մահանա, սերիալն այլևս իմաստ չի ունենա, նա հենց այն կերպարն է, որ արժանի է խաղաղության, ոչ թե այս ճակատագրին, միգուցե նա դեռ ողջ է, պարզապես ծանր վիճակում»։ Շատերը վստահ են, որ Դիանա Գրիգորյանը դեռ պատրաստել է մեծ շրջադարձ։ Հենրին չի մահանա, այլ կվերադառնա հենց այն պահին, երբ թվում է ամեն ինչ կործանված։ Հնարավոր է նա նույնիսկ տեսնի, թե ովքեր են կանգնած Անգելինայի առևանգման հետևում և փորձի բացահայտել ամբողջ շղթան։ Անգելինային իսկապես առևանգել են, նրա գտնվելու վայրը հավանաբար կմնա անհայտ։ Վերջին անգամ նրան տեսել է Հենրին։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ Հենրին հենց փորձել է կանգնեցնել նրանց և այդ պատճառով էլ ծանր վիրավորվել է, բայց կա հույս, որ նա դեռ ողջ է և հաջորդ սերիաներում նրա վերադարձը կլինի ամենահզոր պահերից մեկը։ Սերիալը, որ սկզբում թվում էր սովորական դրամա, սիրո, դավաճանության և ընտանեկան գաղտնիքների մասին, հիմա վերածվել է իսկական թրիլերի։ Յուրաքանչյուր դրվագ լցված է լարվածությամբ ու անակնկալներով։ Թվում է ամեն բան մոտ է ավարտին, բայց Դիանա Գրիգորյանը միշտ կարողանում է մեկ նոր դուռ բացել, թողնելով հազարավոր հարցեր անպատասխան։ Իսկ հիմա ամենահուզիչ պահն է՝ արդյոք Հենրին ողջ կմնա, արդյոք Անգելինային կհասնեն ժամանակին ու կփրկեն, ու եթե նա փրկվի, կկարողանա վերադառնալ նախկին կյանքին, թե նոր ճակատագիր է սպասում նրան։ Մի բան պարզ է՝ վերջին զանգը դեռ իր ամենահզոր փուլում է, սերիալը պահում է լարվածությունը մինչև վերջին վայրկյանը, և թվում է ամեն անգամ հնարավոր չէ ավելի հուզիչ դարձնել պատմությունը, բայց Դիանա Գրիգորյանն ապացուցում է, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Փորձս վերջացրեցի, բարեհաջող մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ, սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում։ Լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու։ Անհնար է, այսպես ուզում եմ շուտ ապաքինվեմ։ Ու հենց զանգը գա, միանգամից ստոպ կտաս, կնայես հեռախոսին։ Իսու՞վ է զանգում քեզ։ Մի հատ
Բացատրում է վերապրման արվեստը։ Մի հատ ասեք, մեր զույգին էկրանային կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Այո, ես որ կարոտել էի հանակարո զույգին։ Ես էլ էի կարոտել։ Վաղուց էկրանին չէի տեսել։